Ողջույն ընկերներ, այսօր քննարկում ենք ունենալու բոլորովին վերջերս դեռևս բոլորին դեմի հիմնադիր անդամ, իրանք չեն սրում հիմնադիրը, բայց ամեն դեպքում հիմնադիր անդամ Անդրանիկ Զատիկյանի հետ, ով սովորում է Օքսֆորդում, ով էս վերջին քաղաքական process-ների մեջ արդեն հանրայնորեն բավականին ակտիվ է, դրանից առաջ ոչ հանրայինը շատ ակտիվ եղել։ Ողջույն Անդրանիկ, շնորհակալություն քննարկման հրավերն ընդունելու համար։ Մենք երևի շարունակական կդարձնենք ավելի փորձենք հաճախ անել այս քննարկումը, որովհետև կարծում եմ, որ թե մեր համար, հենց քննարկման առումով, ոնց որ ճշմարտության փրկրտուքի առումով, թե հանրության համար, ում հետաքրքիր կլինի մեր կարծիքը, շատ օգտակար կլինի։ Տեսնենք։ Ես համոզված եմ չտեսնենք։ Անդրանիկ ջան, լավ, սկսենք ուրեմն օրենքի նոր նախագծից, որի մասով ուրեմն ես Facebook-ում դու տեսել էի շատ բուրըն արձագանք էր տվել, որովհետև դա քեզ էլ է վերաբերում։ Ես խոսում եմ օրենքի նախագծի մասին, որով ուզում են սահմանափակել արտերկրում բնակվող մեր երկրաքաղաքացիների ընտրության իրավունքը ժամկետ դնելով։ Ուրեմն նրանից սկսեմ, որ Անդրանիկը ինձ բավականին քարկոծել է, որովհետև ես էլ էի այդ մասով բողոքս արտահայտել։ Բանի մասով։ Ուրեմն ես մի հատ իմ կարծիքն ասեմ այս ամեն ինչի մասին, ճիշտ ասած այդ ընթացքում, երբ որ այդ քարոզչական դաշտը լավ լցված էր, ու լցված էր այն բանով, որ հեսա վատ Ռուսաստանից գալիս են մարդիկ ձեր փոխանտրեն ու հայտնվում են համացանցում նյութեր, որտեղ ինչ որ մարդիկ ամբախ խոսում են, ասում են, հա, դե գնանք ժամը 7-ին, որ բան չլինի, մեկ ասում է ինձ հետևանքը հետաքրքիր չի, բնականաբար հանրությունը, ով որ անկախ պետությունում է ապրում, դա ընդունելու է ցավոտ ու ում համար, որ ոնց որ ցավալի է, որ ինքը այսքան բան անի երկրի համար ու արդյունքում ոնց որ գան իր փոխարեն որոշեն։ Այդ շատ սպես նուրբ թեմա է ու դրանից շատ հոյակապ օգտվեց Նիկոլ Փաշինյանը, ընդհանուր առմամբ ԿՊ-ն օգտվեցին ու մանիպուլացրեցին։ Մեզ պետք է ասեմ, ես էլ եմ այդ մանիպուլյացիայի տակ ընկել, բայց ես իմ կարծիքը մեկա ունեմ այդ ամեն ինչի մասին, ես կարծում եմ, որ պետք է ինչ-որ կարգավորում պատասխանատվության վրա հիմնավորված, բայց ոչ ինչ-որ չգիտեմ, վերջին 6 ամսվա ընթացքում այստեղ ապրելու։ Արի մի հատ քո կարծիքը լսենք, շարունակենք քննարկումը։ Ես շատ էլ դեմ եմ դա ինձ համանդրական իրավունքների ուղիղ խախտում է Հա։ ու չի կարելի համանդրական իրավունքները մարդու խախտել։ Ես դեմ եմ այդ պատճառով։ Ես դեմ եմ այն պատճառով, որ չի կարելի մի խումբ անձանց անօրինական գործողությունների բերումով, ընդ որում չճշտված դրա ազդեցության չափը ու դրա ծավալը պատժել ուրիշ մարդկանց։ Այդ ոնց որ մեկի շենքում գողելնին, սաղ շենքին բան անեն, գող ճանաչեն, էլի, դա չի կարելի։ Ես դեմ եմ, որովհետև ես զգում եմ, որ սա մանիպուլյացիայի արդյունքում է, ինքը օրգանական ձևավորված օրակարգ չի։ Շատ տարբեր պատճառներով եմ դեմ։ Ես դեմ եմ հիմնավորումներին, երբ որ ասում են, որ մարդիկ պետք է իրանց ընտրության հետևանք իրանց մաշկի վրա զգան, եթե խոսքը դրա մասին է, ուրեմն ձեր օրենքը պետք է լինի ընտրություններից հետոյվա մի տարվա մասին, ոչ թե նախորդող։ Հիմա հարևանդ որ ասի, արա ձեր սաղ տիրոջ մերը մի խոսքով կոպիտ ասած, ելնի եթե ինադու ինչ որ մի հատ քխ մարդու ընտրի, դռները փակի, եթե Ռուսաստան ընտրության հաջորդ օրը օրինակ եմ ասում, էլի։ Եթե դու հիմնավորում ես վերում, որ մարդը եթե ընտրում է իր ընտրության հետևանքները իր մաշկի վրա զգա, ասա որ գնացել է ընտրության մի տարի չի կարա Հայաստանից դուրս գալ, որ վստահ լինենք իր մաշկի վրա զգաց։ Ես հիմա հատուկ բան եմ անում տենց մանիպուլացնում եմ իր ասում եւ այլն, այս էդի հատուկ եմ անում, որ հասկանաք հակառակ կողմը, էլի։ Հիմա չեմ ուզում այդ մակարդակի հիմնավորումներով, ոնց որ ես ասացի, ինչ որ օրենք Հայաստանում փոխվեց։ Իրենց հիմնավորումները շատ նման են դրան։ Սահմանադրական հանրաքվեի այոյի մինիմալ քանակի 25%-ի հարցն էլ կա, որ ինձ թվում է իրանք այդտեղ շահում են, ես չեմ ուզում որ իրանք շահեն այդտեղ։ Մի խոսքով, որտեղ սահմանադրությունը դա կառավարության Բացի այդ ձևավորում չի, թեման, մի հատ խնդրում եմ, սահմանադրությունը հայ մարդկանց մի հատ այդ սահմանադրության մասով բացի խնդրում եմ այդ թեման, որ մարդկանց էլ հասկանան։ Ես հասցա, բայց մի քիչ բաներ ինչ 25%։ Հիմա տես սահմանադրությունը ինչ է։ Սահմանադրությունը որոշում է, թե հայ մարդիկ, Հայաստանի քաղաքացիները, բայց նաև ընդհանուր առմամբ ընդդեմ հայկական ինքնության վերաբերող կետեր կան, օրինակ եկեղեցու մասին կետեր կան, ազգային խորհրդանիշերին վերաբերող կետեր կան։ Ինքը սահմանադրությունները ազգերի, իրանք շատ ազգային են, հասկանում ես, իրանք ծնվում են այդ ազգի տեղի ունեցած տարբեր ժամանակահատվածի process-ների արդյունքում հիմնված են այդ ազգի սովորույթների իրար հետ փոխհարաբերվելու ձևերի վրա, հասկանում ես։ Երազանքների Ինքը վրա։
շատ է տարբերում, էլի վարչապետն, հա, շատ է տարբերում վարչապետ ընտրելուց ու իր ազդեցությունը, եթե ասում եք ազդեցության տեսանկյունից, բոլոր հայ մարդիկ են զգալ։ Հիմա եթե վաղը ենթադրենք այդ սահմանադրությամբ ֆիքսվի, որ Հայաստանի Հանրապետության համար ցեղասպանության հարցը չի կարող արտաքին քաղաքականության կամ ընդհանրապես պետական օրակարգի մեջ լինում, այդ դժվարում է ձևավորել, որ 5 րոպե մտածում շատ սիրուն կձևավորեմ, էլի այդ միտքը։ Դա Դա առանձին վիդեո վերաբերվում է անես հետո քո հա, Facebook։ դա վերաբերվելու է հազարավոր մարդկանց, միլիոնավոր մարդկանց նույնիսկ։ Ոչ Ահա։ չեմ ուզում շատ ժամանակ տանեմ, մի խոսքով սահմանադրությունը տարբերում է վարչապետ ընտրելուց ու պետք է ուշադրի լինել այդ հարցերում։ Միանշանակ համաձայն եմ։ Ուղղակի ես եմ բանի մասով էի ասում, որ մանրամասնեիր այդ 25%-ի մասով այդ կվորման։ Դա 25%-ի մասով պահանջ կա սահմանադրական, որ հանրաքվեն, որպեսի արդյունքները ճանաչվի լեգիտիմ այոյի, ընդհանուր ընտրողների թվի 25%-ը պետք է այո ասի, անկախ Ահա։ մասնակցությունից։ Հասկացա։ Պատկերացրեցի՞ր։ Այդ Այսինքն ներկա 25%-ը պայդրությամբ դա գալիս է մոտ 600,000, հա, երևի։ Իսկ 600-620 հազար թիվը չեմ հիշում, իսկ նե իսկ եթե օրինակ այդ սահմանափակումը մտցնեն ինչ-որ բան կա, գնահատական կա, այդպես ինչքան է լինելու այդ դե պարագայում։ եթե հաշվենք մոտավորապես, չգիտեմ, մի 15% մարդ, Ահա։ կարծեմ կարող ավելի լինի, իսկ մի 300,000 մարդ կարող է եւ դուրս գա ընտրական ցուցակներից։ Շատ դժվար է գնահատել, ճիշտն ասած, բայց կարծում եմ Հասկացա։ խոսքը մի քանի 100,000-ի մասին է Իսկ միանշանակ։ իսկ ես կարծում եմ, որ այս հենց մեկ օրինակ Ռուսաստանից եկած քաղաքացիների մասով այդ քանակը նախ այնքան չի, որ էական ազդեցություն ունենար ընտրությունների վերջնական արդյունքի վրա։ Այդ տվյալները եթե էական ազդեցությունն իրենք կհրապարակեին, որտեղ իրենց ձեռքի տակ կա այդ Հա, տվյալները, գիտես, այս չէ, մի հատ VLOOKUP-ի հարց է դա։ Ասեն Excel-ով մի հատ VLOOKUP-ի հարց է, գիտես, հա չէ, հա որովհետև հա անձնագրի տվյալները ունեն, ND-ի բազան է ունեն։ կամ ավելի հեշտ 5 տարբերակ րոպե։ կարամ իրանց համար ասեմ, եթե իրանք VLOOKUP-ին չեն տիրապետում, կարան տան ինչ որ կամայական AI-ի խնդրեն հանել այդ թիվը շատ Հա, པարզ անգամ էս VLOOKUP-ը հիմա։ տային պետք չէ։ Այստեղ հարցը նրանում է, որ ճիշտ է երևի այս պայդրությամբ ստուգելու ուրեմն այդ միգրացիայի ցուցանիշներով ուրեմն ապրիլ ամսվա տվյալները կան, մի քանի ամսից արդեն հասանելի կլինի այս ամիսներին, մենք ավելի հստակ մենք էլ արդեն անգամ կարող ենք այդ տվյալներից եզրակացություն անել ինչքան Հա, է եղել։ ընդ որում քո ասածը ռիսկի չափն է ցույց տալու։ Այսինքն եթե բոլորը գային ու բոլորը փողով եկածն են, այդ ռիսկի չափն է ցույց տալու, բայց դա նույնիսկ դա ցույց չի տալու, թե իրականում քանի մարդ է եկել ու ընտրել, իսկ այդ համար այդ երկու դատաբազան պետք է համադրեն, որ ԱԱՑ-ի մոտ է մեկը, մենք չենք կարող դրան հասանելիություն ունենալ։ Բաներն էլ Արմստադն էլ է տվյալներ տալիս, օրինակ իմ միգրացիայի տվյալները տալիս է, կարա տա հենց քաղաքացիներով կարծեմ այդ բանն է կար, որ տալիս է ովքեր են եկել, ովքեր են գնացել։ Մի խոսքով այդ հնարավոր է գտնել այդ տվյալները, մի քանի ամիս պետքա սպասենք։ Ամեն դեպքում ես ուշադիր կլինեմ, որ այդ տվյալները հնարավորինս շուտ ձեռքս տակ հայտնվի, այսինքն որ հայտնվի արդեն բաց բանում հասանելիությունում, ես կվերցեմ կնայեմ ինչ ա եղել։ Okay, այս օրենքի մասով քննարկեցինք, պարզաբանեցինք ու այս մասով նաև ես էլ ասեմ, որ ըստիս ինչ որ մեխանիզմներ իրականում պետք են այդ ամենը կարգավորելու, որ պատասխանատվության մեխանիզմն։ Ուղղակի ինքը այնքան նուրբ հարց է, որ չի կարելի անես տապորային ձևերով լուծել։ Ես Իրանք կարծում տապոր եմ, որ շատ են սիրում։ ին հա Իրանք տապոր շատ են սիրում։ հիմա խնդիրն ինչու՞մ է, որ պետք է այնպես անենք, որ Սփյուռքին ավելի բան անենք, այսպես ասենք, ներառենք Հայաստանի Հանրապետության առօրյայի մեջ, Հայաստանի Հանրապետության որոշումների կայացման մեջ, հնարավորինս իրենց էլ դարձնենք այդ ամեն ինչի այդ օրակարգերին տեր։ Ու այդ ամեն ինչը ոնց որ ցանկացողներին պատասխանատվության դաշտ բերենք, որ իրանք ինչ որ պատասխանատվություն ունեն, պարտավորություններ ունեն, հետո այդ արդյունքում մենք որոշենք, որ հա ինքը օրինակի համար վաստակել է ընտրելու իրավունքը։ Այդ ինչ որ նուրբ մեխանիզմները ոչ թե բռնես ու 6 ամսվա կտրվածքով բաննես ու ես օրենքի ինչ որ նախագիծն եմ այդ հիմարություն, որ չի դա չէր վերաբերվում պետական ծառայողներին, չէր վերաբերվում ինչ որ արտերկում սովորողներին, բայց այնտեղ մի ամբողջ շարք մարդիկ կան, ովքեր արտագնա աշխատանքով զբաղվող մարդիկ, ովքեր աշխատում են դրսում, ուղարկում են այստեղ միջոցներ իրենց ընտանիքներին, այդտեղից սկսած, մինչև կարող է մարդ առողջական խնդիր ունենալ դրա պատճառով բացակայելու տարբեր զանազան խնդիր, այսինքն այս մարդը մի բան ասեմ, ինքը խոսում է մի մարդու քվեի կարևորության մասին, բայց ասենք պատկերացրեք, քանի 100,000-ավոր մարդիկ կարան դուրս մնան
այդ բանից, process-ից սրա արդյունքում։ Բայց մի բան էլ ասեմ, ես կարծում եմ այստեղ մի նպատակ էլ կա, օրինակի համար մի բան է, երբ որ դու ունես 2.5 միլիոն ընտրող ու քեզ այդ ընդհանուր ընտրողներից օրինակ 60%-ն է մասնակցել ու քեզ քվեատվել դրա 49%-ը, դա լրիվ ուրիշ լեգիտիմություն է, թե մաքուր է եղել, իսկ այս պարագայում իրանք լեգիտիմ էլ չեն անգամ։ Մի այլ բան է, երբ որ դու ունես 2 միլիոն ընտրող, այդ 2 միլիոնի արդեն այս դեպքում մի 80%-ն է քվեարկության մասնակցել բաները։ Հիմա ես երկու հատ մեկնաբանություն անեմ, էլի։ Հա, Ինչի մասին է պատմականորեն միշտ ինչի համար է միշտ խոսվել ցուցակները մաքրելու, դրսում ապրողային ցուցակներից հանելու համար, որովհետև եկել են ուղիղ ընտրակեղծարարություններ ժամանակներին եւ դա համարվել է ընտրակեղծարարության հնարավորություն։ Բայց քանի հա, որ հիմա մատնահետքով է, այդ ռիսկը չկա։ Այսինքն ցուցակների որ մեծ լինելը, որ դրսում ապրողները դեռ ցուցակի մեջ են, ընտրակեղծարարության աղբյուր չի արդեն, հնարավոր չի դա օգտագործել։ հասկացա։ Այդ մասով։ Երկրորդ մասով դու շատ վտանգավոր արտահայտություն ես անում իմ տեսակետից, երբ որ ասում ես վաստակի ընտրելու իրավունքը։ Ահա, Այդ որ սկսում է այդ քննարկումը, դա Պանդորայի բոքս է։ Դու ընկնում ես ավելի հավասար քաղաքացիներ ստանալու դաշտ ու շատ դժվար է հասկանալ ով է որոշում կայացնելու իրավունք ունեցողը։ Հիմա եթե ուզում են այդպիսի փոփոխություններ անել, քանի որ սա սահմանադրությամբ նախատեսված իրավունք է, ինչքան ահա, իրանք կարան սահմանադրական օրենք որպես փոխեն, ըստ sense փոփոխությունները պետք է սահմանադրական հանրաքվեի դրվի։ Եթե որևէ տեսակի ահա, մենք ուզում ենք սահմանափակումներ դնել, էլի զուտ այդ պահով եմ ասում։ Թե չէ շատ վտանգավոր է։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ասում է, որ դրսում ապրողները չպետք է ընտրեն, վաղը մեկը կգա ուրիշ բան կասի։ Իսկ ինչ վերաբերում է պատասխանատվություն բառին, որ պատասխանատվություն կլինի, պատկերացնում ես, այս օրենքը եթե անցավ, ես չեմ կարողանալու գամ ընտրեմ, չէ՞։ Բայց ընտրակաշարք վերցրած ու դատապարտված մարդը բանտում քվեարկելու է։ ահա, Հասկացա՞ր։ Տենց տենց абսուրդ բաներ էլ կա։ Այսինքն մի հատ օրենք վերցրեք, մարդուն բան արեք, ընտրություն իրավունքի զրկեք։ Փաստացի ապացուցվել է, որ կաշառքով ընտրում, բայց իր իրավունքը ավելի պաշտպանված առնելու, քան իմը։ հասկացա։ Հետաքրքիր բան ես ասում, բայց ցանկացած դեպքում ես մեկ այն մտքի եմ, որ ինչ որ պատասխանատվության մեխանիզմ պետք է ստեղծել, մարդիկ պետք է ներառված լինեն ու ինչ որ պատասխանատվություն կրեն այդ ամենի համար։ Մեկը ես այդպես եմ մտածում։ Հիմա ամեն դեպքում ինքը Դեն ասա, հարևանա բարեկամը, ինձ թվում է կոմոդե կոնկրետ անձից եղբայր առաջացած բան։ ես բարեկամ ունեմ, հերո, բակ։ Նո, տենց մի խոսքով, եկելա Նիկոլա Անդրոյլ գնացել է։ Հասկանում ես, օրինակ ես որ դրա մասին խոսում, մարդիկ քանի որ ռոպագանդան են ուղղությամբ աշխատում, որ եկել են Ռուսաստանից ու Սամվել Կարապետյանն ընտրել, այդքան էլ տենց չի, որովհետև ես կարծում եմ, որ անգամ Նիկոլ Փաշինյանին շատ են ընտրողները եղել եկած։ Ա, Մի խոսքով Հա, էական չի ասենք ու ուրիշ թեմա է, ասա հա, արդեն։ հա, այս արդեն այս թեման մենք ոնց որ թե այս պահին գոնե սպառեցինք, բասենք նորությունների ուշադիր կլինենք դրան։ Խոսենք ուրեմն այս վերջին բանի մասին, օրենքի նախագծի մասին, email կոդերի այդ արխիվ ստեղծելու ընդհանուր առմամբ մենակ արխիվը չի, այդ email կոդերի մի հատ մեծ դատաբազա է, որտեղ կցված է լինելու մեր SIM-երը, yes-SIM-երը, կցված է լինելու մեր անձնական տվյալներ, անձնագիր եւ այլն եւ այլն։ Այսինքն այսպես մի հատ միասնական համակարգ է, որը նպատակ ունի ըստ իրենց ասացի հեռախոսների մաքսանենգության դեմ պայքարել ու նաև հեռախոսների գողությունները բացահայտել։ Հեղափոխությունների գողությունները բացահայտելը абսուրդային դրույթ է, այն որովհետև իրանք կարան գողությունը անիմաստ դարձնեն։ Սա չի նպաստում բացահայտելուն, սա նպաստում է գողությունը անիմաստ դարձնեն, որովհետև Հայաստանում այդ հեռախոսել չի աշխատի։ Ահա, Պատկերացրեցի՞ր։ Բայց դա սենց է սաղ աշխարհում հեռախոսոր գողանում գրգում են ուրիշ երկիր, էլի։ Որովհետև բացահայտումը, եթե դու կոռաքսը գողացան, դու գնում ես ոստիկանություն, կոռաքսի տուփի վրա էթնիկ կոդը կա, դու գնում ես հա, ոստիկանություն այդ կոդը տալիս ես, ոստիկանությունը բանան, պետք չի առանձին բազա ունենալ, պետք չի ինչա թե քո հեռախոսը մի գողանալ ես, սաղից կոդը հա։ ոստիկանությունը ունենա, էլի։ Բայց ես քեզ մի բան էլ ասեմ, ես հենց կոնկրետ 2 շաբաթ առաջ Facebook-ում գրառում տեսա, որտեղ մի աղջիկա հեռախոսը գողացել է, ինքը նկարներով տարել է անցած տարի դեռ նկարներով վիդեոյով ցույց է տալի պահը, որ գողանում են դեմքերը հստակ երևում է ու մինչև հիմա այդ մարդիկ բռնված չեն ու այդպիսի հարյուրավոր դեպքեր կան։ Ինչի մասին է խոսքը։ Արագ լինի, հա։ Այնպես որ այդ լավ բացատրություն չի ակնհայտորեն,
Մյուս մասում ակսանենգության մասով, այս պայդրությամբ ուրեմն ես իմ կարծիքն էլի ասեմ այս հարցերով, ուրեմն 3000 դրամ կարծեմ, որ ասում են դրսից հեռախոս բերելու արդյունքում 3000 դրամ դու պետքա վճարես։ Այսինքն եւս մի հավելյալ բանի աղբյուր է էլի, տես թեթև հարկերի, հետո կմեծացնի։ Իհարկե 3000-ը մենք երաշխիք չունենք, որ 300,000 չի դառնա, մոտավորապես քան Թուրքիայում է։ Հասկացա, ավելացված արժեքի հարկա, թե կոնկրետ հեռախոսներով Հեռախոսը կուտակես։ բերելու ինչ որ հարկ կարծեմ ոնց որ թե իրանք ներկայացին որպես ավելացված արժեքի հարկ ինչ որ կամ մաքսազերծում որպես բան կանեն, չեմ կարող ասել ինչ բանով են իրանք դա բացառում, բայց 3000 դրամ պետքա վճարես արտերկից բերած նոր հեռախոսի համար։ Այսինքն Okay. абսուրդ։ Մի խոսքով, օրինակ Թուրքիայում ես ուսումնասիրեցի նման բան կա, օրինակ ամեն հեռախոսին մինչև մոտավորապես $1000 հասնում է։ Այսինքն պատկերացնում ես հեռախոս նոր գնելու դեպքում դու մի հատ պետք է բանես, որ հսկայական բան է իրանց ապահովում էլի, ֆինանսական աղբյուրներ է դա։ Կարծում եմ մի խնդիր է դրանով են լուծում իրականում, իսկ մի խնդիրն էլ նրանով են լուծում, որ իրականում մարդկանց վերահսկելու մեխանիզմ է, որովհետև այս ամեն ինչ էս հենց այդ դատաբազաներով իրանք հասանելիություն կունենան, երբ ես դու ցանցեր մտնում, ընդհանուր առմամբ տելեկոմներից արդեն իրանք կարող տվյալներ ստանան քո տեղաշարժի վերաբերյալ, դե պինգերա չէ ուղարկում ես մոտակա անտենաների բանը, հեռախոսը, իրանք կարան քեզ հետևեն։ Ակնհայտ է, որ գաղտնալսումները տոտալ են ու արդեն դրան իրանք լավ են տիրապետում, այսինքն փաստացի մի իրավիճակում ենք հայտնվել, երբ որ մեր ազատությունները արդեն իրենց ձեռքում են։ Պլյուս ես նայել եմ ուրիշ երկրներում ոնց է աշխատում սա, օրինակ եթե դու հեռախոս ես բերում իրան չես ակտիվացնում, ինչ որ ժամկետ կա, տարբեր երկրներում տարբեր դրա ժամկետները հեռախոսը ուղղակի սկսում է չաշխատել, ինքը բլոկավորվում է։ Եթե հեռախոսիդ մեջ ուրիշ սիմ ես դնում, որը գրանցված չի հեռախոսից, սիմը բլոկավորվում է։ Ես այն էի մտածում, որ իսկ հնարավոր չի ինչ-որ մի պահի, ինչ-որ մի հանգրվանի հասնենք, որ օրինակ որոշեմ, որ ես ինչ-որ շատ է լեզուս երկար է ու իմ հեռախոսը էլ չմիանա ցանցին, իմ հեռախոսը ոնց որ դառնա, այսպես էլ ես չկարնամ իրանից օգտվեմ, չկարնամ հանրային խոսք ասել։ Այդ քո Տես, կարծիք, ձեր հիմա կարծիքը։ նայ, եթե արի սկսենք ամենաբանից, գրոտեսկայինից, ասենք Չիպոլինոյի մեջ, որ ասում եմ մենք օդի վրա, բանը ջրի վրա հարկ դրեցինք, սկսեցինք քիչ ջուր օգտագործել, Ահա, քիչ եք զնչում։ Ա, Հիմա ասենք ախորժակը ուտելուց է բացվել, մի մոռացի բանկային գաղտնիքի հետ կապված էական խնդիրներ իրանք առաջացրեցին, չեմ նվազեցրեցին, ընդհանուր հայտարարման դրույթը շատ են, այսինքն այս մարդը կոնկրետ այդ ուղղությամբ է գնում։ Եթե ենթադրենք, որ սա այդ Համաձայն։ նպատակով է արվում, որովհետև եկեք չմոռանանք ինքը մեզ ինչ էր խոստանում, ասում էր օրենքի դիկտատուրա, չէ՞։ Ինձ թվում է իր մոտ անկեղծությունը չի հերիք է, ինքը ուզեցել է ասի օրենքով դիկտատուրա։ Այսինքն ես դիկտատոր եմ ելնելու, բայց օրենքով, օրենքները նենց են փոխելու, որ թղթոսակ ճիշտ լինի, բայց Որ դիկտատոր դիկտատորը լինի։ Հիմա օրենքով չի։ Չպես որով դիկտատոր օրենք չէ, բոլոր դիկտատուրաներում այո օրենքով չէ, անեն բան։ Ուղղակի օրենքներն է Դե էլի դա ասում ինքը ոչ աշխատում։ թե օրենքի դիկտատուրա է, այլ օրենքով դիկտատուրա ուզում դառնա։ Նայ, անձի նույնականացումը ինքը շատ նուրբ գործ է, այսինքն քո տվյալները, որոնց միջոցով քեզ կարելի է նույնականացնել, սկսած նկարից հետ անձնագրային տվյալներ, հասցե, հեռախոսի համար նույն տվյալները։ Դրանք պատահական չի, որ բոլորիս հորդորում են, որ շատ զգուշ լինենք ուրիշի ձեռքը չընկնի, չէ՞։ Ասենք հենց պասպորտը ունենում ես, ասում են զգուշակի հանկարծ ուրիշի ձեռը չընկնի եւ այլն։ Դրա համար դատարաններն էին օժտված հասանելիություն տալ քո անձնական տվյալներին, չէ՞, նույն գաղտնալսման համար եւ այլն։ Այս համակարգը ես ոնց հասկանում եմ նաեւ ոչ որ մասնավոր կառույց է հիմնվում, որը որ սա կազմակերպելու է, ու միտեղ է կարդացի, որ այդ մասնավոր կառույցին զապրոս կարա կամ հաղորդում կարան ուղարկեն, չգիտեմ, տարբեր կազմակերպություններ։ Ես մինչև հիմա լավ չեմ հասկանում, որովհետեւ մշուշոտ է, էլի։ Բայց Կարող են եթե դու ստացես իրանք այդ դրույթների մեջ ես էլ տեսա բաներ կա, որ կարող են օգտագործել այլ նպատակներով էլ։ հա, Այսինքն փաստացի ոնց որ տվյալները կարան վաճառվեն երրորդ կողմերի, կարող են տրամադրվել բաների, հետո հա, եթե դու ստեղծում ես տենց համակարգ, անվտանգությունն է լուրջ դառնում։ Ինչքանով ես դու կարողանալու ապավես անվտանգություն, որովհետեւ ինչ որ մեկը չմտնի, մեկը սաղի հեռախոս անջա։ Դու պատկերացնում ես ռազմական գործողություններ Հայաստանի շուրջ, մեկը բոլորը զարթում ենք, հակ են արել, բոլոր հեռախոսը անջատում։ Տենց ինքը դրա մասնագետները պետք է զբաղվեն, ես մասնագետ չեմ, բայց սենց օրենքները պետք է լայն քննարկում լինի ու պետք է ինձ թվում է անկախ ինչ որ աուդիտորական ընկերություն դաժե մասնագիտացված կիբեր անվտանգության ասի ախպեր ես շատ կուզեի մասնագետ լինել ոլորտի, բայց ոլորտի մասնագետ չեմ ու ինձ թվում է արժի մարդիկ ովքեր հնարավորություն ունեն
ու գիտելիք մանրամասն ինչ արնելու, բայց եթե Համաձայն եմ։ կարճ ասեմ իմ կարծիքով ախորժակ ուտելուց է բացում ու այս մարդու ախորժակը շատ արագ տեմպերով բացվում։ Համաձայն եմ, գիտես, ես կարծում եմ, որտեվ այս պայն արդեն իսկ շատ լայն կոնսոլիդացիա կանդեմ այդ նոր օրենքի, ու ես մտահոգություն եմ, որ սա նույն հայտարարագրման նմանն է լինելու, որ սկզբում այդ պետքա ոնց որ իրանք անում են, որ մենք պետքա չէ ամբողջ անենք, պետքա դրա համար մի հատ էլ փող վճարենք, բայց վերջում այնպես արեցին, որ ավտոմատ է արդեն արվում։ Մենակ որոշակի ինչ որ դեպքերում եթե ԱԶ-ել ունես, չգիտեմ, ինչ-որ բիզնես էլ ունես, դու ես քո ձեռքը վարում։ Այսինքն հնարավոր է իրենք այդպես հնարավոր չէ, համոզված եմ հետ քայլ կանեն այս օրենքից կոնկրետ, ու մի քիչ ավելի են, որ մեջ քաղցր բան դրած օրենքը կտան, էլի, այսինքն փաստացի մենք ստանալու, բայց ավելի քողարկված։ Ու փաստացի իրանք Նիկոլ Փաշինյանն այսքան ժամանակ ինչ մտքին դրել է, ինքը արել է դա, ու թքած է ունեցել ողջ հանրության կարծիքի վրա։ Ընդհանուր առմամբ, երբ որ ինքը ժողովրդի մասին է խոսում, երբ որ ինքը ասում է, որ ինքը ժողովուրդ ասելով, ընդհանուր առմամբ ինքը իր ընտրողներին մենակ նկատի ունի, էլի պետք է մենք էլ դա էլ Դա հաշվի ուղիղ առնենք։ ասես չէ։ Ինքը հայ ժողովրդի մի մասին թշնամի հրճակեց, չէ՞, ասես ով Իհարկե, որ իհարկե։ այս օրակարգին դեմա ջարդելու եմ, թե ինչ եմ անելու արժեվի։ Այո, ինքը սկսել է դա ասել, ինքը նաև ոնց կարաս ընդդիմություն դրած 300 քանի հազար մարդու պիտակավորս որպես ընտրակաշառք վերցեց, ինքը դա էլ է արել։ Հիշում ես аэроպորտից արացի վիդեոն, որ ասում են ախպերյանի ինչ բան ես, քթե որ վիրավորվում ես։ Հիմա խոսքս ուղղում եմ ինձ այտենց բան գրող մարդկանց։ Հիմա լուրջ վիրավորվելու բան չկա, որ վարչապետ 300,000 մարդու ասում է դուք ընտրակաշառք եք վերցրել։ Հիմա հասկանում եք ես ինչի է վիրավորվում, ինչի է այդ հարցը բարձրացան։ Դա չի Հա, կարելի, էլի մի քիչ միտեղ հանդուրժում ես, մատը տալիս ես, բաղամիսոր աստնես սրա հակու կապից դատելով, սա կարծում ենք խուլիգան ալնելու, կամ սրա չոլքին օրենքով գողի են բանա նման կարող է սա քրեական եսի ինչա ուր ենք հասնելու ենթադրում ենք որ կխա վсё հա, դե առանց հիմքի կարող հաստատ ենք հա, ցավոք սրտի տենց է ու Նիկոլ Փաշինյանի համար ինքը երբ որ ասում է ժողովուրդը կորոշի, ինքը նկատի ունի իրան ու իրան ընտրող ժողովրդին, էլի։ Ինքը փաստացի ոնց որ հետո էլ ինքը Սփյուռքի հետ հանդիպմանը կոնկրետ կարծեմ Ստամբուլում էր, որ ասաց, որ ես բոլոր հայերի վարչապետը չեմ, իմ հետ հույս մի կապեք։ Այսինքն փաստացի ինքը ամեն ինչ էլ ուղիղ ասում ենք նաև այստեղի հենց Հայաստանի քաղաքացիների վարչապետն էլ չի բոլոր ինքը կոնկրետ իրան ընտրածների վարչապետն է ու ինքն է իրան այդ դիրքում դու դրեց էլ ցավոք սրտի։ չգիտես Սամջան հա դու էլ չգիտես ինչ էր այ մարդը 4 հանրապետություն էր Բայց ես հրճակում գիտեմ ինչ էր գալու։ Ես լավ գիտեմ ինչ է գալու։ Ես սա արդեն 2 տարի ինքը եմ ասելու խոսում է եմ այդ այս մարդիկ հալածողի 3-րդ մասին։ հանրապետության քաղաքացի են բայց 4-րդի քաղաքացի չեն հասկանում ես իսկ Կարա Հայաստանը 4-րդի մասին է այսինքն ինքը ոչ թե հայաստանցիների վարչապետն է ալել ինքը ալել է իր հրճակած 4-րդ հանրապետության վարչապետը ու եթե դու չես ընդունելու իր պոստուլատները 4-րդ հանրապետության ինքը ասլախ որ ինչ կապ ունես այս երկրի հետ էլի ռադ կաշի էլի հեսա նույնիսկ կապազանցնում եմ բայց որ Միքը միգրանտ կգա, պատկերավոր ովքեր համաձայն են, չէ՞, սա ամեն ինչի հետ։ Իրանք հա իսկական 4-րդ հանրապետության քաղաքացի են։ Համաձայն եմ, որ հնարավոր է ամենաբանը գիտես որն է, որ շատ ծեծված, չարչրկված թեման, որը բանն էր, այս ադրբեջանցիների զավթողական այդ նարատիվները կոնկրետ արևմտյան Ադրբեջանի մասով, որը անլրջացվեց այդքան ցավալիորեն օրինակ, որի վտանգները ես հստակ տեսում եմ, որ դա հստակ քաղաքականություն է, արդեն կոնգրեսում քննարկումներ են անցկացնում, իսկ մեզ մի կողմից ինչ որ կենցաղային մակարդակի են դա հասցնում, այս անլրջացնում են, իսկ մյուս կողմից հա էլ ասում են վիդեոռոլիկներով հատկապես հա, իսկ մյուս կողմից էլ մեզ ասում են այդ բան եք անում, Ադրբեջանի նարատիվ եք դուք տարածում այստեղ։ Բայց օրինակ իրանք ժամանակին հենց խոսում էին, որ մենք այո պետք է ապրենք իրանց հետ խաղաղության մեջ։ Այսպեսի բան էր։ Լավ, երևի դու մեկնաբանություն հա ունես այս առումով։ Փոշիացնելուց էիր ասում Արի եկեք փոշի ասելուց քաղաքացիները խոսանք։ դառնանք, բայց ծանր թեմա է, ես ահավոր հակափոշիացնող չեմ սիրում փոշիացման թեման, իմ համար ինքը վնասակար երևույթ է դրա քարոզը։ Ուղղակի առաջարկում եմ մարդկանց հաշվի չվերցնեն ու հաշվեն, որ մեծ մասը փոշիացած ձայների, ասենք 1%-ից ավել հավաքած, բայց չանցածների ձայները, որ գումարում ես անցած ուժերի ձայներին,
Մեկը Նիկոլ Փաշինյանը ավելի շատ ձեն ունի, ինձ որ հանգստացեք Նիկոլ Փաշինյանը փոշիացնողի պատճառով չի հաղթել։ Դե դա Ու փաստացի հա մի հա հատ բան ասեմ, որ երբ որ դուք փոշի անալու քարոզ եք անում, հորդորելով մարդկանց, ընդ որում երկու կողմն էլ այդ քարոզը արել է, հորդորելով մարդկանց կամ Նիկոլին ընտրել կամ ուժեղ Հայաստան դաշինք, առավելապես տենց էր գնում կոնտեքստը, դուք հիմա պատասխանատու եք այս արժեի համար։ Բոլորդ, որտեղ դուք մարդկանց հորդորել եք այս մարդկանց ընտրեն, ու այդ փոշիացնելու քարոզանողները պատասխանատու են ձևավորված արժեի աշխատանքների համար։ Այդքան հիմա բան։ գիտես ես ոնց եմ մտածում, որ օրինակ դա վնասակար նարատիվ է, որովհետև ոնց որ շատ գեղեցիկ է մի փոշիացրեք ձայներ, բայց այդ մի փոշիացրեք ձայների տակ մի հատ բանն է հենց թաքնված իրական մոտիվ, որ այս պայդրությամբ քաղաքական process-ները գեներացնելու, քաղաքականությամբ զբաղվելու իրավունք ունեն մենակ խոշոր կապիտալ ունեցողները, իսկ մենք մնացածներս պետքա այդպես հարմարվենք իրանց կամ իրանց շարքեր մտնենք քաղաքականությամբ զբաղվելու համար, իրանց օրակարգերին ենթարկվենք, կամ էլ ընդհանրապես չմասնակցեք, դուք ով եք որ Մենք մասնակցեք, գնալու եք փոշիացնեք։ Ես կտրականապես դեմ եմ միտոկ դրան։ դե լուծում չեն առաջարկում, մենք լուծում առաջարկում ենք, իջացրեք միտոկոս։ Հիմա Լավ, հիմա արդեն երևի անցնենք ընդհանուր առմամբ այս մանդատներից, ընդդիմության միավորումներից խոսելուց, ընդհանուր այս թեմաները քննարկենք։ Ես կուզեի Անդրանիկի հետ մի հատ քննարկեինք ոնց են գնահատում արդյունքները, ա, ընդհանուր առմամբ ինչ դասեր քաղեցին, արդյոք շարունակելու են քաղաքական պայքարով ամեն ինչ, ընդհանուր առմամբ ինչ ես կարծում ես բոլորին դեմ, օրակարգի մասին Անդրանիկ ջան, ինքը դեռ ակտուալ է։ հա, դե տես, եթե օրակարգ ասելով փոփոխություն նկատի ունենք, միանշանակ ակտուալ է, որովհետև մի հատ օրինակ ասեմ, բոլորը խոսում է սահմանադրական փոփոխություններից, չէ, որ պետքա նոր սահմանադրություն լինի, այս Ահա, կոստյումը պետքա փոխվի։ Հիմա հարցը առաջանում, ում պետքա վստահել, որ այդ սահմանադրությունը փոխվի։ Նիկոլ Փաշինյանը բնականա չէ։ ահա, Վաղը ենթադրենք հեղափոխությամբ Նիկոլ Փաշինյանը գնաց, կարծում եմ համաձայն ես, չէ, որ հեղափոխության process-ը գեներացնող մարդիկ ենթադրենք ինչ որ հարթակ է։ Չի կարողանալու հեղափոխության ընթացքում միանգամից նոր սահմանադրության ձևը, բովանդակությունը ժողովրդի հետ պայմանավորի, որ ինքը հեղափոխությունից հետո դառնա իշխանության, դա իմպլեմենտացնի, դա իրատեսական չի, որովհետև կփլվի այդ շարժումը։ Հասկանում ես, ա, չէ՞, ինչ ասում, թե հեղափոխությունից ավարտած հասկանում եմ ինչ մարդիկ ես ասում։ Հա, չեն ունի։ ինքը բարդ process է, իհարկե մենք ոչ էլ են Այո, ռիսկերից ենք երաշխավորված, որ Սերժի կոստյումը այս անգամ դուր չի գա նոր էկո հեղափոխականներին։ ապրես։ Այսինքն այս անգամ Դրա համար կարող ես է համարում եմ, որ Սերժի կոստյում չլինի, այտենց Նիկոլի կոստյումը լինի, էլի այդ Կուտյուրեի մոտ գնա, այտենց սպանանի, էլի սիրուն իր հակով ավելի այո, դասարքի։ Հիմա դրա համար ես մենք գերխնդիր ենք համարում, մի հատ այդ կապը մեր օրակարգի հետ այդ ասած, հա դրա համար հա մենք գերխնդիր ենք համարում առավել մասնակցային ԱԺ ունենալը, որ այդ ԱԺ-ն համ լեգիտիմ լինի, համ ըհը ավելի դիվերսիֆիկացված սահմանադրություն ԱԺ-ն արդեն կարողանա ստեղծի արդյունավետ քննարկումներ լինեն։ Դրա համար այդ երեք փոփոխությունն ենք անում, որ այդ ԱԺ-ն ունենանք։ դու նշեցիր, որ ԱԺ-ն լեգիտիմ լինի արդյոք, դու պնդում ես, որ ԱԺ-ն լեգիտիմ չի։ Մենք բոլորին դեմ որ սկսել ենք, ասենք որ այս խաղի պայմանները ոնց ընտրական օրենսգրքով sense tenants լեգիտիմ ԱԺ ստանալը շատ բարդ է։ Ու ոնց որ թե ճիշտ ենք դուրս եկել այդ մասով, էլի։ Նայ, ԱԺ մասով կարադառնանք այդ թեմային, ճիշտ ասած ուզում էի այն մասին քննարկել, որ ձեր կետերից մեկում կար կայուն մեծամասնության չեղարկում, չէ՞։ Ահա։ Իսկ օրերս հենց Իտալիայում Մելոն վարչապետ մցրեց կայուն մեծամասնության դրույթ հենց, որ արդեն իրենք չունեին, ունենալու են։ Այդ մասով ինչ եք կարծում, այսինքն մենք ուզում ենք գնալ միտեղ, որտեղից ոնց որ թե հենց Եվրամիությունը ինքը փորձում է դուրս գալ։ Եվրոմիությունը ինքը չէ, մի հատ վարչապետ, ով որ ԱՄՆ Ես կարծում եմ այդ կարա նախագահի շարունակական լինի։ դու Կարծում կարծում ես, բայց փաստը հիմա մի հատն է։ եմ։ Տիպը Դե կյանքը ցույց տեսնենք կտա։ ու դա էլ դեռ չի իմպլեմենտացվել։ Դա Okay։ ընդհանրապես խոսակցության մակարդակի վրա է, որի հիմքերը ոնց ես հասկանում եմ ԱՄՆ-ի հետ լարված հարաբերություններն են ու Արևելյան Եվրոպայի երկրների ընտրություններին ԱՄՆ-ի միջնորդելու փորձերը, Հա, այսինքն միջամտությունը։ էությունը այնա, որ
հանկարծ Իտալիայում որևէ մեկը չփորձի առավել աճ ու գուցան փոքրիկ ինչ-որ կուսակցություններ սարքի ու հետագայում պարլամենտական ճգնաժամ ազդեցության միջոցներ, դրա շուրջ է խոսակցությունը գնում, բայց ինքը հենց խոսակցություն։ Բայց նա մանավանդ եթե Իտալիայում այդ ռիսկերը կան, Հայաստանում կան, մենք Հայաստանում հողի վրա տենում ենք այդ ռիսկերը, այսինքն մենք դրանց մեջ ենք ապրում։ Այդ ճիշտ է, մոտ Բայց դա այդ մեծամասնությունը չի լուծում այդ ռիսկը Հայաստանի դեպքում, դե այդ պայմաններում որովհետև այսպես ասենք, Մելոնին ինքն իր համար է իրականում այդ ստեղծել, ինքը չափազանց դեռևս չեմ կարող ասեմ ապագայում, բայց պոպուլյար է, սիրում են Իտալիայում ու փաստացիորեն ինքը իր իշխանությունն է ամրապնդում։ Հետագայում ինչ կլինի, դա հարց է։ Իսկ թվում է կոնտեքստից դե կախված առաջարկել է պոպուլիստական առաջարկել, հեսա դրսից գալիս են իտալյան ուտեն չէ, նման չի, ինչ որ ուրիշ պոպուլիստների դե խոսակցության պոպուլիստներն իրար դրսից նման են ողջ աշխարհում։ Բայց գոնե, չգիտեմ, Մելոնի նկատմամբ ես ինքս սիմպաթիա ունեմ, շատ գեղեցիկ կինախելացի տենց բան է, էլի ոնց որ ղեկավարի շնորհք ունի։ Ռեալ նայում ես, ասում ես ղեկավարը մերի նման չի էլ ոբշե։ Ուրեմն ճիշտ ասած, այս առումով ես տեսա, որ բոլորին դեմը ոնց որ բան եք, հա, անում արդեն լուծարում եք։ Չէ՞ ես ի սկզբանե էլ հենց շփումների արդյունքում էլ որ հենց ձեր հետ անձամբ շփվել եմ, ես գիտեի հենց առաջի բան տեղյակ եք բայ, ոնց նշում եք հանդեպ ինքնալուծարվող կուսակցություն։ Լուծարվեց կուսակցությունը։ Ձեր խոստումը կատարեցիք, ինչը ասեմ, որ շատ գովելի է, քաղաքական դաշտում այդ պատասխանատու բանը, որ մարդիկ խոսք են տալու խոստում կատարում են, դա պետք է մեզ, բայց ինչ եք անելու, օրինակի համար, չգիտեմ, ես չասեմ ես, ինչ որ մեկն էլ ասում է դուք մտաք, անլրջացիք քաղաքականությունը, հիմա հելակ գնացիք տներով, տենց IT-շնիկներով մտաք խառնեցիք դաշտը, գնացիք։ Անդրջանալու չեմ անդրադառնալու, որովհետև եթե քաղաքական դաշտը լուրջ էր, մեր անհրաժեշտությունը չէր լինի ընդհանրապես, որ մենք ստեղծվենք։ Չէ, տես չի, ստեղ խնդիրը որն է։ Մենք կոնկրետ նպատակի համար ստեղծել ենք բոլորին դեմ product-ը, որը քաղաքական product էր, բայց իր էությամբ ակցիություն չէր ավանդական տեսանկյունից։ Իր ակտուալությունը այս ընտրությունից հետո ինքը կորցնում է։ Ու քանի որ այդտեղ հավաքված մարդիկ կոնկրետ այդ ծրագրի շուրջ էին հավաքվել եւ ունեն տարաձայնություններ, օրինակի համար նախագահական թե պարլամենտական դիլի Հայաստան, բարձ օրինակ եմ բերում։ Մենք լուծարելով նաեւ հնարավորություն ենք տալու, որ այս մարդիկ ազատվեն։ Այս ընթացքում բոլորը իրար հետ շփվել են, աշխատել են միասին, ու արդեն ազատվելուց հետո ով հետ ոնց կշարունակի համագործակցել, ժամանակը ցույց տա, բայց մի բան հաստատ է, այն մարդկանց, ում որ դուք ակտիվ տեսել եք բոլորին դեմից, իրանցից ոչ մեկ չի թողելու գնա իր կպնի իր գործերի ոնց որ կպն սիրում ասի, դա չի լինել։ Հասկացա։ Մի խոսքով դուք շարունակելու եք ձեր քաղաքական գործունեությունը, ակտիվ հենց հանրային գործունեությունը շարունակելու եք։ Շատ լավ է, որովհետև ճիշտ ասած իմ մտահոգություններից մեկն է, քանի որ ես ինքս մեծ սիմպաթիա ունեմ ձեր նկատմամբ, ընկերներ ունեմ այդտեղ, քեզ էլ եմ շատ մտերիմ համարում իրականում ինձ ու համ գաղափարապես էլ նաև, շատ տխուր կլիներ, որ այտենց եկաք արեցիք գնացիք ու հա բան չէ լինի, որովհետև մենք քաղաքական սերնդափոխության խնդիր էլ ունենք լուծելու, երբ որ ես ասում եմ քաղաքական սերնդափոխություն, ես նկատի չունեմ զուտ երիտասարդը փոխում է արդեն տարիքով հասունին, ես նկատի ունեմ քաղաքական սերնդափոխություն, որ նոր սերնդի քաղաքականություն է գալիս, նոր միտք է քաղաքական գալիս ու այդ հնացած արդեն բանը փոխվում է, որովհետև գիտես, մեր մոտ էսպիսի մի խնդիր էլ է եղել, մեր մոտ քաղաքական սերնդափոխություն, որ նայես օրինակ երիտասարդներ շատ կան քաղաքականության մեջ, հենց պետական պաշտոններ միշտ են եղել, բայց մենք չենք կարող դա կոչենք քաղաքական սերնդափոխություն, որովհետև պարզապես գալիս են երիտասարդներ, ովքեր իրենց առաջնորդների մտքերն էին նույնությամբ վերարտադրում։ Դե հիմա ասեք, եթե դու նայես գործող կուսակցություններին, մենակ հակում առաջի դեմքի փոփոխություն եղավ ակնհայտ տարիքի բերումով առաջնորդի, վերջի մարդու 74 թե 5 տարեկան է կարծեմ, միստեղներում ոչ մի չի փոխվել։ ԱԺԲ-ն էլ էլի երիտասարդներով էր ավելի համեմատած գնացել։ ԱԺԲ-ն ցուցակում առաջին տեղերը տվել էր նոր դեմքերի, բայց ասել որ ԱԺԲ-ը եղել է սերնդափոխություն, չէ, այնտեղ դեռևս թե վիճելի հարց։ Հա, այդ մասով եմ համաձայն։ Հա, իրականում սերնդափոխությունը չէ, առաջնորդի փոփոխություն։ Էդմոն Մարուկյանը 21 թվականին կողմ եկավ արտահերթ ընտրություններին, չէ, իր կուսակցությունը բանդ ասես մանդատները կողմ դնում ենք, գնում ենք արտահերթ ընտրությունների, պարտվեց իր կուսակցության առաջնորդը շարունակեց ինքը մնալ, հիմա պարտվեց ու վստահ եմ ինքն է շարունակել մնալ առաջնորդը։ Հարցը սերնդափոխությունն չի, մենակ։ Կուսակցության առողջ լինել չլինելն է։ Հիմա Լուսավոր Հայաստանը ամենադասական կուսակցություններից մեկն է, բայց ես կոնկրետ խնդիր ունեմ դրա հետ։ Ես իրան չեմ համարում տենց
էլի все-таки մի քիչ մարդ կուսակցության հոտ է սկսում գալ, էլի։ Հասկացա։ Ուրեմն երևի անցնենք արդեն այս ներքաղաքական թեմաներին, ինչը որ շատ ակտիվ է։ Այս մանդատ վերցնել չվերցնելու թեմաների մասին խոսենք, ընդհանուր առմամբ այսպես լեգիտիմությանն է նաև, որ դու ասեցիր լեգիտիմ ազգային ժողովի մասին խոսեցիր։ Ես իհարկե իմ սեփական կարծիքն ունեմ այս ամենի մասին, ազգային ժողովը որևէ կերպ լեգիտիմ չի, ունի լրջագույն ճգնաժամ լեգիտիմության, որովհետև շատ պարզ, եթե կողմերից որևէ մեկը թեկուզ մի քվեի ոնց որ լեգիտիմություն կասկածի տակ գնում, արդեն լեգիտիմությունը կաղում է, չէ՞։ Իսկ այս դեպքում մենք ունենք ընդդիմություն, որը կասկածի տակ չեն, ուղիղ ասում է դուք կեղծել եք ընտրությունների իշխանությանը, մեղադրում է իշխանությունը նույն կերպ, ասում է դուք գնել եք բոլոր ձեր քվեները։ Այսինքն այստեղ Okay, ինչ լեգիտիմության մասին է արի խոսքը, ինչ ես դու կարծում։ արի բաժանենք երկու մասի՝ քաղաքական լեգիտիմություն ու իրավական։ Դրանք շատ իրարից Դե տարբերվող էլի բաներ են։ լեգալություն ավելի Քաղաքական, շատ կարանք կոչենք, հա, լեգալություն, լեգիտիմություն։ քաղաքական քաղաքական լեգիտիմության առումով հայտարարությունների մակարդակով, այո, բացարձակ ոչ լեգիտիմ է, որովհետև երկու կողմերն են ասում են, որ էական խախտումներով է ձևավորվում։ Մեկը ասում է 70%, այսինքն 350,000 ձայն կամ 300,000 ձայն փողով է եկել, Ահա։ ինչը նշանակում է լեգիտիմ չի։ Մյուսը ասում է վարչական ռեսուրս եւ այլն, բայց գոյություն ունի 101-րդ հոդվածի կամայական մեկնաբանություն։ Սա արդեն փաստական Հա, իրավական դակի սարքումա ոչ լեգիտիմ, ԲՀԿ-ի այսինքն քվեները, որ իրենք, հայտարարությունների այն հա, ԲՀԿ-ի ակնհայտ ոչ քվեները, լեգիտիմ արժի է։ այո, այո։ Մարդկանց մանդատ են գողացել անցողիկ ուժին սարքել է ոչ անցողիկ կամայական մեկնաբանության արդյունքում։ Ու գիտես ոնց են մեկնաբանում, այդ քարոզչական դաշտը փորձում են լվանալ, այդ ինչ որ բան չէ, տարածվեց, այն որ ասում է գողը գողից գողացավ, իբր թե դուք ամբողջ քվեները առել էիք բանով, ընտրակաշարքով։ Մենք էլ այս ձեր ձեռից խլեցինք։ Օրինակ դու ինչ ես մտածում այդ առը, որովհետև իսկական sense շատ բան է, չէ՞, մի քիչ բազմաշերտ հարց է, ես մտածում եմ, բայց հələ մի րոպե։ Ըստ իս իհարկե այդ համեմատելու բաներ չի ու ընդհանուր առմամբ եթե իրենք ասում են որ այդքան ընտրակաշարքեղի 350,000 մարդ ընտրակաշարքով ընտրել է դա իրանց մասին է վատ խոսում ուրեմն իրենք պետական կառավարումը տոտալ ձախողել են ոնց կարա 350,000 մարդ ընտրակաշարք ստանա ես կարծում եմ այդ Նախ շատ չես կարա, հա, չես կարա մի անօրինականությունը մյուսով արդարացնել, հա հա որովհետև դու համամիտ եմ գնում ես անարխիայի դաշտ կամ եթե օրենքով չի ուրեմն իմ ուզածով է, ինչի ցավոք սրտի հայ ժողովուրդը շատ փիս, ասենք, տեսել է ու հետևանքներն էլ է զգացել, եւ հասարակության մակարդակում եւ քաղաքականության մակարդակում նույն 96 թվի օրինակով։ Հենց որ դա անհեթեթություն է։ Ինչ են իրանք ասում իրավական մեկնաբանության առումով, իրանք ասում են, որ չի ուղիղ պարտադրում վերաքվեարկություն, որովհետև ինքը խոսում է այնպիսի խախտումներ, որոնք ամբողջ ընտրության վրա են ազդել, ըհը մի խոսքով, իսկ այդ տեղամասի մակարդակում է խախտում եղել ու տեղամասը իզոլացված է նայում, մի հատ է բանաձևով սխալ հաշվարկ են անում, բայց կարծում եմ այդ հաշվարկը սխալ են անում, այնտեղ անճշտությունների չափորդի գումարես հետո հանես, մտնում է դրա արդյունքում անեական են այդ ձայները, բայց դա էլ ճիշտ չէ, իմ հիշելով, ըհը երբ որ ես ստուգեցի բանաձևը։ Ոչմ չէ, արդարացում չկա, սա բացարձակ կամայական մեկնաբանություն է օրենքի ու ինքը լրիվ ոչ լեգիտիմ է դարձնում այս այժմ, որովհետև դրա արդյունքում 3/5 են ունենում։ Ոչ հա միայն այժմ է դառնում ոչ լեգիտիմ, այլ դատախազության կայացրած բոլոր որոշումներն հա են դառնալու ոչ լեգիտիմ, Հա, որովհետև եթե ընտրվելիա ոչ դատախազ, լեգիտիմ ազգային ժողովի այո, ընտրած դատախազն ոնց կարա իր որոշումները լեգիտիմ լինել ընդհանրապես։ շատ շատ լուրջ ճգնաժամների է դա հանգեցնելու, շատ Հա, ես լուրջ։ համաձայն եմ, հետո Միանակ ազգային ժողովը չի էլի։ այստեղ հետո ընդհանուր առմամբ հա ես համաձայն եմ, դրա համար իմ մոտ տպավորություն կա, որ Նիկոլ Փաշինյանը վաղ թե ուշ գնալու է արտահերթի։ Ես պատկերացնում եմ այն տարբերակով, որ ինքը հարցերը լուծի է ընդդիմության, իրանց բոլորին շարքից հանի, չնայած որ ասեմ, որ իրան օդի ու ջրի նման պետք է ընդդիմությունը։ Ես չգիտեմ ինքը որը ուղղությամբ է գնալու, ոնց է գնալու, հնարավոր է իրան գրպանային ընդդիմություններ փորձի ստեղծել, որ իրանց հետ գնա, այսինքն հարմար ընդդիմություններ նոր, որովհետև արդեն հոգնեցրել է, հանրությանն էլ է հոգնեցրել, այս նախկիններ կա, չգիտեմ, այս թալանչիներ, այդ ամեն ինչ արդեն իսկապես որ Չի այստեղ է ուտվում։ հասցրել բոլորին, էլ չի ուտվում, հա։ Ամ, Լավ, հիմա բանը քննարկենք։ Մի հատ ու հա, մանդատները վերցնել չվերցնել, քեզ պետքա վերցնի ընդդիմությունը Հա, մանդատները։
Վերջի ասած միտքը մեկնաբանեմ, Նիկոլ Փաշինյանը բացարձակ առավելություն ունի, ինքը ունի կնոպկեն, թե երբ նոր ընտրություններ արտահայտ նշանակի, որտեղ Հայաստանում արտահայտ ընտրություններ գործող արժեի պարագայում մենակ մի ձևով է հնարավոր, եթե վարչապետը երկու անգամ չի ընտրվում։ Իսկ ինքը ունի բացարձակ մեծ տարածություն, երբ ուզի հրաժարական կտա, երբ ուզի իրանք իրան չեն ընտրի։ Այդ կնոպկեն իր մոտ է, թող ընդդիմությունը մարդկանց չմոլորեցնի։ Okay, արտահայտ կնոպկեն իր մոտ է։ Ինչ վերաբերում է մանդատներ դնել չդնելու, կա դրա քաղաքական տարբեր հայտարարությունները, ընդհանուր միջև գնան երկրորդ փուլ չի կարա լինի, նախատեսված չի օրենքով, չկա որևէ դրույթ, որի միջոցով այս պահից սկսած հնարավոր է երկրորդ փուլ ստեղծել։ Բա ո՞նց են այդ հայտարարությունն անում, ինչ ձևով պետք է։ Քաղաքական է, Սամվել Կարապետյանը ասա, ոչ ես եմ հաղթել, ոչ դու, չգիտեմ ոնց է համարվում, որ ոչ նա հաղթել, ոչ նա, գնանք երկրորդ փուլ, բայց երկրորդ փուլ լինում է, եթե ոչ մեկ բացարձակ մեծամասնություն չի ունեն, մեզ դեպքում ԿՊ-ն ունի։ Չի կարա լինի։ Այդ մասով բայց ես ասեմ եմ Սամվել Կարապետյանի հետ համաձայն եմ, որովհետև Նիկոլ Փաշինյանն էլ ակնհայտորեն իր ուզած արդյունքը չունի։ Ակնհայտորեն իր ուզածով չի բանը ձևավորվել խորհրդարանը ու եթե ինքը հաղթած լիներ, ինքը չէր գողանա ԲՀԿ-ի մանդատները։ Հասկացա, դե դրա համար իրանք պետք է իրար հետ գան քաղաքական համաձայնության, ու իսկ մեխանիզմը նոր ընտրությունները իմ ասածն է, ինքը պետք է դառնա վարչապետ, այդ անգամ հրաժարական։ Okay, անձամբ ես մտածում եմ, որ այս մանդատների թեմայով, ճիշտ է, ես իմ կարծիքն ունեմ, իմ պատկերացումներն ունեմ, բայց դենց ոչ էլ կոչեր եմ անում ընդհանրապես, ես կոչ եմ արել իրանց մենակ ազնիվ ու թափանցիկ լինել իրանց ընտրողների հետ, բացատրեք ինչ պլան ունեք, իսկ ես ոնց որ իմ համար ակնհայտ է, որ իրանք ոչ պլան B չէ, իրանք պլան A չունեին ընդհանրապես։ Բայց իրանք ասել են մենք ոչ մի բան պլան B չենք դիտարկում, մարդիկ ընտրել են, թող մարդիկ ընտրելուց առաջ կարևորային են հանգամանքը, որ եթե այս մարդիկ չհաղթեն, ինչ է ալնելու հիմա։ Հա, բա հենց այդ ամբողջ խնդիրը։ Ես այդ ընթացքում իհարկե լռում եի, բան չան, որ չասեն ընդդիմությանն է ոտ տալիս, էլի, բան անում Նիկոլես Ջրաղացին ջուրա լցնում, որովհետև ակնհայտորեն ռոպագանդիստները, ակնհայտորեն ընդդիմության ռոպագանդիստները, ընդդիմության էս մի քիչ ագրեսիվ հատված ունեն, չէ՞, աջակիցների, իրանք այդպես սպասում էին հոչոտեին մեկին, ով որ մի բան քննադատի ընդդիմության ու ինձ թվում է այդ էլ է ամենամեծ մեր տունը քանդող բանից մեկն է, դա որ բոլորը սուրբ կովեր են, որ մեկին քննադատեցին, ամենաառողջ քննադատությունն է, վերջ հարցակվում են վրա, դու բան ես։ Մի խոսքով այդ նորմալ չի, ես կարծում եմ, ընդհանուր առմամբ քաղաքականություն այդ էմոցիաները կունենաս, հետո կքննադատես։ Ինչերը։ Ասում կմտնես քաղաքականություն ինքը դեռ Եղբայր, ինձ 2 տարի հա իմ ցանկացած վիդեոյի, ցանկացած գրառման կոմենտների մեջ մտի ու տեսի ինչա կատարվում այնտեղ, այդ հայհոյանքներ, բաներ են, որ լուրջ եմ ասում, իմ նման թիրախավորված անձ դժվար է գտնել։ Մի խոսքով։ Հիմա եթե վերադառնանք մանդատները դնելու, չէ՞։ Արի հասկանանք որ էտապում։ Հիմա ազգային ժողովը դեռ չի ձևավորվել։ Եթե մանդատները դնում են այս էտապում, ձևավորման փուլում, նախ հասկանան ոնց են մանդատը դնում։ Մանդատը դրեցիր առաջի մինչև 20 համարը, չգիտեմ, քանի պատգամավորն են ու քանի տեխնացիներ են։ Բոլոր տեխնացիները։ Մենք ինչ արեցինք։ Կարող ենք խոստացել ենք, որ եթե անցնենք, բայց չկարողանանք ծրագիր անենք մանդատները վայր ենք դնելու։ Մեր մոտ 87 հոգուց մոտավորապես 60 քանի հոգին արդեն ինքնաբացարկ ներկայացրել են, այդ process-ը հետագայում ավելի արագ ու ճիշտ կազմակերպել եւ մարդկանց վրա ավելի լուրջ ճնշում չունենալու համար, որ հարություն չսկսի այս մարդկանց թիրախավորել։ Մենք այդ քայլը արել էինք, իրանք չեն արել։ Իրանք ունեն մոտ 300 քանի հոգանոց ցուցակ, հիմա հերթով բոլորի այդ մանդատը դնելը բավականին բարդ process է։ Ես ինչի եմ էսի հատուկ ասում, որովհետեւ մանդատը դնելու կոչ անողների մեծ մասը ասում է, որ Նիկոլը մանդատներ կգողանա ձեզնից ու մի հատ շատ անշնորհ լկտի տերմին են օգտագործում ԱԺ-ում անասնագողություն։ Ես ուզում եմ այդ մարդկանց ես էլ եմ օգտագործել այդ տերմինը։ Որտեղ դու վաղը գնալու ես կանգնես, ենթադրենք ինչ-որ ընդդիմադիր հարթակում, օրինակ, փողոցային պայքարում, ասես բարդ է ժողովրդի միջալոց, ես մտածում եմ, որ ձեզնից մեկը պոտենցիալ անասուն է։ Տենց չես ասելու, չէ՞։ Չի կարելի չէ, բնականաբար չեմ ասելու, բայց փաստացի անասունն է, ով որ գնում է այդ գործարքին։ Ես այտենց եմ կարծում, չգիտեմ։ Հիմա տես Եղբայր, դա արդեն թեվավոր խոսք է դարրել։ Հասկացա, ես չեմ օքեյ։
դետներ։ Հիմա նայ, խնդիրը որն է։ Եթե տրամաբանությունը դա է, ապա մանդատներից հրաժարվելու process-ում այդ նույն մարդիկ կհայտնվեն, ովքեր որ ուղղակի չեն հրաժարվի մանդատից։ Ինչ տարբերություն կգնա ԱԺ հետո կմիանա նրանց, թե մանդատից չի հրաժարվի։ Իսկ օրենքը քրեական լուրջ հոդվածներ ունի մինչև 5 տարի ազատազրկում, եթե դու անգամ վերցնես հեռախոսովը զանգես ու ասացիդ պես սպառնաս, ասես, եթե մանդատը չդնես, դու ես ինչի տղա ես, քեզ բան տա հասնում Հայաստանի օրենքներով։ Որը մեկը չի կարող խոչընդոտի, որը մեկի մանդատ վերցնել։ Մենք սա շատ մանրամասն ենք ուսումնասիրել, որովհետև մի քիչ պատասխանատու մարդիկ ենք։ Երբ որ առաջարկել ենք, որ ասենք մանդատները կդնենք։ Իսկ երբ որ մարդիկ ասեն, որ մենք մանդատը չենք դնում, ԿՊՆ-ից մի հատ իրան ենթակա իրավապահներով այդ մարկած կպաշտպանի ու գիտես քանի մարդ կնստեն մեկը դու մտնելու ես Facebook-ում ասես այդ ասածը տրամաբանության մեջ ձեր սենսն են ցե քեզ գալու են տնից տանեն թագել որովհետև օրենքը նախատեսում է դու չես կարող խոչընդոտես падգամավորի աշխատանքին կամ որ մարդը մանդատը վերցնում է ոչ ասածս որն է դա արգումենտ չի եթե մարդը այդ տեսակի մարդը ընդդեք է թակմյանը թե մանդատը չի դնի էական արգումենտ չի անցնենք առաջ ինչա լինում ենթադրենք որ բոլորը մանդատները դնում են 95-րդ հոդվածը սահմանադրության պահանջներ ունի ԱԺ-ի նկատմամբ առաջինը մինիմում 2 ընդդիմադիր ուժ երկրորդը մանդատների 1/3-ը պետք է պատկանի ընդդիմությանը երկուսը հավասարազոր կետեր են 95-րդ հոդվածի եթե բարեհաջող մանդատները դնում են ԿՀ-ն խնդիր ունի որովհետև սահմանադրության պահանջը ԱԺ ձևավորելու որի պատասխանատուն ԿՀ-ն է բավարարված չէ ԿՀ-ն պետք է բավարարի այդ պահանջները օրինակ 21 թվականին բավարարելու համար Սերժին անցկացրեցին դա ԿՀ-ն արել հենվելով սահմանադրության վրա այս իրավիճակում ԿՀ-ն կարա կամայական որոշում կայացնի ասի ես համարում եմ որ մինիմում 2 ուժ չկա ընդդիմադիր ԱԺ-ում հաջորդ երկուսը պետք է անցնեն կամ կարա ասի 1/3-ը պետք է լինի էլի այդ հիմքով կամ ԿՊ-ն պետք է դիմի սահմանադրական դատարան պահանջելով մեկնաբանություն, որովհետև սահմանադրությունը չի ասում այդ դեպքում ինչա պետք է անել։ Հասկացա՞ր։ Իրականությունը էսի է։ Մնացածը քաղաքական խոսույթ է, հիմա մենք կարող շատ քաղաքական բաներ ասենք, բայց իրականությունը սենց է։ Դու Օքսֆորդից չես սովորում անդրանի։ Բայց կարող է ես իրավաբան չեմ, օրինակ Էդմոն Մարուկյանը իրավաբան է, բայց ասում է թող գնա երկրորդ փուլ, կարելի է իրանից հարցնել ինքը ոնց է դա պատկերացնում ու եթե ես սխալ եմ կամ Արփին Հովհաննիսյանը որ սահմանադրության վրա ժամանակին աշխատել է, թող գա, խնդրեմ հասի որ սխալ եմ, ես շատ ուրախ կլինեմ իրաց կարծիքը լսեմ, իրավական առումով ստե ուրիշ ինչ կա խոսալու էլի։ Հասկացա։ Ստեղ գիտես, մի ուրիշ հարց էլ է գալիս, որ ես վերջերս լսում էի սահմանադրագետի խոսքերը, հաստատ քեզ էլ հասած կլինի, որ ինքը ասում էր պետքա համ մանդատ վերցնել, համ փողոց տակ պահել, չգիտեմ էլի, այսինքն սահմանադրագետը, կարծում սահմանադրության վրա աշխատած մարդը հենց այս ներկայիս, ինքը պետքա այն ամենահակահեղափոխական մարդը չէ լինի, ինքը չպետք է, ինքը դեմ պետքա լինի հեղափոխությունը փողոցային process-ների, ինքը պետքա դեմ լինի, հենց սահմանադրությունը դրա համար է, որ բանը չփոխի Սամջան, այդքան վտան եմ, այդ մարդը սահմանադրագետ է ինքը լավ գիտի ինչ սահմանադրություն են սարքել, դրա համար է փողոց ասում, բայց այս սահմանադրությունը ոչ մի նորմալ բան չկա, եղբայր, ամեն երկրորդ նախադասությունը հակասության մեջ է մտնում, ասում են այս մինիմում այս պահանջներն է, չի ասում ճգնաժամի հաղթահարման ճանապարհը, ասում է օրինակ ընտրական օրենսգիրքը ասում է կանանց քվոտա պիտի լինի, բայց կարաս բոլոր կանանց հետո գնաս ինքնաբացար կանես, մենակ տղամարդկանցով մտնես ԱԺ ու ինքը ոչ մի պահանջ չունի քվոտան վերականգնել։ Հիմա մի քիչ ինչ-որ բան փոխել են, որ մանդատները երբ որ բաշխում են, արդեն դրանից հետո պիտի հետ գնաս քվոտա բերես եւ այլն։ Ուզում ասեմ այդ մարդիկ շատ լավ գիտեն իրանք ինչ են արել։ Դրա համար է ասում են փողոց։ Հիմա ինչ վերաբերում է չվերցնել պլյուս փողոց։ Ես ինքս Աշակի հարց է սա դառնում, բայց ես համարում եմ, որ մանդատները չվերցնելը ավելի արդյունավետ կլինի, որովհետև դու եթե մանդատները չվերցնես, ու ասես ես ստեղծել եմ սահմանադրական ճգնաժամ, ու եթե դու եթե բաշարես չվերցնել, այդ արդեն խոսացի, դա բարդ process է։ Եթե դու բաշարես չվերցնել, ու ասես, որ ես գեներացրել եմ սահմանադրական ճգնաժամ, ու Թաթոյան, Բարգավաճ Հայաստան, մյուս ընդդիմադիրներ այս սահմանադրական ճգնաժամը իրան կարան կամայականություն ցույլ տալով լուծեն, օրինակ ձեզ տանեն ԱԺ-ին տեղ, ու իմիջիալս որ իրանց տանեն միանգամից 2/3 ունենում Նիկոլա ավտոմատ, որովհետև ձայները մանդատները համամասնության են, իր 700,000-ը նրանց 200,000-ի հետ է համամասնում են բաշխվել, էլի։
ու ասի ես իմ քայլը արել եմ, հելեք եկեք փողոց, դուք էլ չվերցրեք ու ժողովուրդ ջան, եկեք լսվեք փողոց, որ այս համանդրական ճգնաժամը ճիշտ հաղթահարվի, ոչ թե կամայականությամբ ու պահանջենք, որ նոր ընտրություններ լինեն։ Ես այդ տեսնում եմ։ Հիմա կկարողանան այդ փողոցը գեներացնեն, այդ մեսեջը տեղ հասցնեն, թե չէ, ես չգիտեմ։ Մանդատները ես ինչքան եմ կարծիքը ասացի, դու նաև գիտես իմ մյուս կարծիքը, որ այս ուրիշի փողերն ու մանդատները չեմ հաշվում, հիմա այդ իրանց ու իրանց ընտրողների արանքն է։ Հա Ես այդ մարկանց չեմ ընտրել, որ ասեմ մանդատը դիր։ Ամեն դեպքում Անդրանիկ ջան, մենք կարող շատ երկար քննարկենք հնարավորությունների մասին ու ինչա հնարավոր, ինչի չէ, որովհետև օրինակ քո կարծիքը լսեցի հետաքրքիր էր, բայց ես շատ կարծիքներ եմ կարծել նույն Արփին Հովհաննիսյանի կարծիքները եմ կարդացել, բավականին հիմնավորված էինք բերում, թե ոնց պետքա դնել մանդատները, ինչ պետքա դնեն, մարդիկ կան, որ բավական հիմնավորված ասում ինչի պետքա վերցնեն։ Իսկ թվում է այստեղ խնդիրը առաջնորդության մեջ է, որովհետև ընդդիմությունը պետք է այնքան հնարամիտ լիներ, ով որ Նիկոլ Փաշինյանի դեմա դուրս գալիս, այնքան պետք է ուժեղ լիներ, որ այդ խնդիրը կարողանար լուծել լավագույն տարբերակով։ Իսկ իրանք մեզ չեն կարողանում ողդաբաշխորեն բացատրել, որն է լավագույն տարբերակը։ Իրանք մեզ մինչև հիմա դեռ լավ մեզ չասենք, ասենք իրանք ընտրողներին, որ ես եմ ասում, ինձ սկսում են ասել դու քվե չես տվել, դու մի խոսա։ Ամեն դեպքում իրանք ընտրողներին թող բացատրեն թափանցիկորեն ինչա ոնց է էլի process-ները ոնց են իրանք պատրաստվում իրականացնել, որովհետև Համաձայն եմ, հա, մի խոսքով այդ փողոց հեշտ բան չի Նիկոլի դեմի, մոռացի, որ ինքը հակընդդեմ ցույց հրավիրող մարդկանցից է, հələ բանի ժամանակներից 2008-ից, այսինքն հեշտ չի լինելու փողոցը, մարդիկ պետք է հստակ պատկերացնեն ինչ են անում ու հա պետք է հասկանան, որ եթե ինչ որ առաջնորդի Սամվել Կարապետյանի շուրջ փողոց չի լինելու։ Այդ անիմաստ է քննարկել։ Այսինքն այդ փողոցը պետք է լինի ինչի չի օրակարգի լինելու շուրջ, ոչ թե մարդկանց շուրջ։ Չեն 18-ի հավատում։ փողոցը Նիկոլի շուրջ էր թե օրակարգի ըստ քեզ 18 թվի փողոցը օրակարգի շուրջ է եղել, որը որ եկել է շատ դիսկրետ, թույլ չտանք այս մարդը երրորդ սրոք գնա, որովհետև բոլորը ասում էին, որ որովհետև Սերժի չկարեցանք բրծնենք, հետո Սահմանադրությունը փոխվեց, ասաց ես հաստատ չեմ հավատնում, այսինքն ձևավորվել էր հստակ բան սպասելիք sense ակնկալիք, ասենք ոնց հա որ հասարակության մեջ սպասելիք է ձևավորվել, որը որ չիրականացավ ու մի մոռացի, որ մենակ Նիկոլ Փաշինյանը չէր 18 թվին, զուգահեռ process-ներ հա էին գնում, միանշանակ զուգահեռ շատ process-ներ հա, էին իկը բայց կարեցավ հայտնի հա, process-ը մերժիր Սերժինն է իրանց կարգախոսը չի, կարծեմ բանն էր։ Արփիսն է կարծեմ առաջին ասեք, Անսան Ասարյան դա լավ չեմ հիշում։ ես Բայց շանս Սարյան էական Դավիթ ենք էին հա, այդ թեմայով հա, ոնց որ թե դա հետո հա, ուրիշ փոքր ավելի փոքր շարժումներ էր կարելի ժամանակ շատ Երևանում փողոցը ստեղծել ու ոնց որ ակտակ էր պահում, Սասնա ծռերը Արմեն Մարտիրոսյանը հմ միացած իրանց այն ժամանակ հմ Ոբշեմ, այնտեղ լիքը Արմեն Մարտիրոսյանը մի օր կարս խոսեցնես իմ ջալոց ինքը ամենապարզն ու ազատն է խոսում, թե ոնց եղավ, որ որոշվեց, որ Նիկոլին ոնց որ Նիկոլի դեմքով է process-ը գնալու։ օքեյ Հա, լավ ման ասեցի լավ մենք 18-ից կանք մեր օրեր ուրեմն անդիմության միավորման մաս ուրեմն մենք տեսանք այս process-ներից հետո որ անդիմադիր 6 ուժեր կարծեմ Հակներ, Բևերներ, Լուսաբորը, Հայաստան Դաշինք, Բարգավաճ Հայաստան, Ուժեղ Հայաստան։ Բոլորին կարծեմ նշեցի, հայտարարեցին ինչ որ օրակարգով ընդդիմության միավորման մասին, որից հետո ես տեսա, որ օրինակի համար Էդմոն Մարուկյանի եթերներն եմ նայել, որտեղ ես չէի զգում, որ այդտեղ ինչ որ միավորում կա, ինքն էլ էր դժգոհ ինքը արդեն process-ներից։ փորնի բան է անում, ասում է դու Նիկոլ բանը Նիկոլը ձեզ է հաղթել, ոչ մի չի հաղթել, ձեզ է հաղթել, գնաց գնում է անդիմությանը արդեն ակտիվ քննադատելու ուղղությամբ։ Հա, Իմ ես զգում եմ ինքը հասկանում։ ակտիվ քննադատում է այս պահին ընդդիմության, Հա, այսինքն մյուս ուզում եմ կողմից ճիշտ է մոռացնել դա իր արդյունքները, էլի, ոնց որ ավելի շատ մենք օրինակ մեր վատ արդյունքին տեր ենք, էլի, մենք չենք ասում ընդդիմության պատճառով վատ արդյունք ենք գրանցել։ Իմ բայց ամեն ձեր ես դեպքում։ չէի ասի այդքան վատ իրականում։ Հա, Հա, ճիշտ է, այդ վատ է իհարկե, որ չկարողացաք անցնել։ Ձայներ փոշիացրիք, բայց այդ ձայների փոշիացման մասին մի քիչ ավելի ուշ կխոսանք։ Հա, այս ընդդիմության միավորման մասով օրինակ Հակի կարծիքը չեմ լսել ընդհանուր առմամբ, էլի ոնց որ շատ հակը անմոդաբար բաներ եմ լսում։ Ինչ է կատարվում ըստ քեզ։ Ես օրինակ չէ, փորձում եմ հասկանալ, դժվար է հասկանալ իրանց։ Այսինքն եթե հակը դու առաջարկ ունի հստակ, որ իր Ասլո Սամվել Կարապետյանի հետ են խոսում, հա ոչի շտաբ է մարդը ձևավորում։
Չգիտեմ, ասենք հələ պարզա որ Նիկոլը չի կարող սահմանադրական հանրաքվե դնի, բայց մարդը ասում է ոչ անունով շտաբ դնենք, բայց որ նկարագրությունը կարծում ես ոչի շտաբի, այնտեղ ուրիշ բաներ էլ ասում, սահմանադրություն էս կողմ են կողմ, բայց ոչ անունով շտաբը ասում, որ կոնկրետ ինչ որ օրակարգի շուրջ, լավ չեմ հիշում օրակարգը, բայց ինչ որ արտառոց բաներ չկար։ Բոլ շատ ուժեր սպասում են հասկանան թե ՍԴ-ն ինչ է ալնելու, բայց միավորվել է ընտրություններից հետո մարդկանց մոտ զայրույթ է առաջացնելու առաջնային իմ կարծիքով զգացողությունը զայրույթ է ալնելու, Որ որովհետև ինչու մենք չմիավորվեցիք մինչև դրանց առաջ։ հատկապես Սամվել Կարապետյանի ուժի մասը, որովհետև իրան բոլորը ասում են արի քո շուրջ միավորվենք, ինքը ասում է նեգատիվ բան, վարկանիշ ունեք կամ մի խոսքով փաստացի չմիավորվեց, չէ՞։ Հիմա այդքանից հետո առաջին ինքն է ասա, ես մեր սխալ ընդունում եմ, պետքա միավորվենք, ես վստահ չեմ, որովհետև մեր մոտ մի հատ այնքան բան կա, նախ սխալը դժվար են ընդունում, հետո իրանց թվում է հենց սխալ ընդունեցին, դա բրծավ։ Երբ դու որ քո սխալը ընդունում ես, հլպտի դիմացին է քեզ ների կամ ասի օքեյ, ինչ որ սխալ ես արի։ Մտածես քո սխալը ընդունես, ասի հայանի ինչ ընդունել ես, ես մեկը համարում եմ, որ այդ սխալը կործանար արել ու գնա ինձնից հեռու, կոպիտ ասած, էլի։ Բայց այն որ ասում են, Այդ զայրույթը պիտի կարենան հաղթահարեն իրանք, էլի։ որ ասում են զատիկի կարմիր ձուն արդեն զատիկից հետո ոչ մեկի պետք չի։ Փաստացի ոնց որ այդ Պետք է միավորում, հա, եթե ուզում են իրանք շատ մարդ անեն փողոց, իմ կարծիքով պետք է հստակ օրակարգի շուրջ լինի, ոչ թե անձերի, ու այդ օրակարգն է պետք է նախատեսի հիմա բայց բանից ինչ փոփոխություններ են լինելու, ոնց է բայց բալանսավորվել բայց այդտեղ մի բան քեզ ասեմ, դու հնարավոր համարում ես ընդհանրապես այս ռետորական հարց է։ Հնարավոր համարում ես օրակարգի շուրջ միավորում այնպիսի ընդդիմության պայմաններում, որտեղ ամեն մեկի առաջնորդը սենց հսկա ինչ որ ամբիցիաների տեր ու ընդհանուր առմամբ օրակարգ իրենք չեն հանդուրժում իրանց, պետքա անձ, այդ անձը միակ իրենք են։ Ես օրինակ անձերի մասով համաձայն եմ, որ անձերը շատ կարևոր են, բայց այս պայմաններում ոնց որ մի անձի լուծում չի, այստեղ պետքա առաջնորդություն ինչ որ ձևավորվի, ու այդ առաջնորդությունը օրակարգ առաջնի, որովհետև դու կարաս ունենաս շատ հոյակապ օրակարգ, բայց ոնց որ էլի այդ անձի պաշտամունքով տարվես ու այդ օրակարգը գնա անցնի լուսանց, կարաս շատ հոյակապ, ասենք անձինք ունենաս, ովքեր ամեն մեկը փորձում է իր օրակարգը առաջ տանի ու քանդվում ամեն ինչ։ Իսկ այստեղ ստում է երկու մասից է բաղկացած հարցը, համ օրակարգը պետք, համ օրակարգը առաջ մղող անհատներ շատ։ Այդ օրինակ ձեր բոլորին դեմի այդ ինչն էր իմ անհամաձայնությունը, որ դուք ասում եք անձերը կարևոր չի։ Իսկ ես պնդում եմ, որ անձերը կարևոր են։ Ես պնդում եմ, որ անձերը շատ կարևոր են։ Անձերը շատ կարևոր են ում համար։ Հիմա տես Ամեն մեր ինչի, process-ների համար, հանրության համար։ Հանրությունը չի ուզում այդ հանրության բանը, հանրությունը ուզում էր տենալ, ով է բոլորին դեմի հետևում կանգնած, ոչ թե ուզում էր տենալ ռեալ խոսանք, ես կարծում եմ, որ հանրությունը ոչ էլ այտենց մինչև վերջ հասկացավ ձեր ասածն ինչ էր, ուղղակի չգիտեմ այդպես։ Տնտալու էր մի քիչ բաներ, այտենց դրական ֆիդբեք էր ինչ որ ստանում։ բավականին մեծ մաս հասկացել է, բայց նայ Ինտելեկտուալները բա մնացածը դուք չեք կարող նրանք այսպես ասենք այն ամենաինտելեկտուալ միջին բարձր խավի վրա հույս դնելով իշխանություն վերցնել կամ այդպիսի օրակարգ իրականացնել այդտեղ է գալիս հացից ընդհանուր հանրության համար արդեն անձինք են հետաքրքիր ով է դրա հետևում կանգնած դե տես մենք Նիկոլ Փաշինյանի հետ ու ոչ մեկ պոպուլիզմով չի կարողանալու մրցի ու մենք մերժում ենք քաղաքական այդ խոսույթը, որը քո ասած մասաներին կարա եւ դուր գա կամ ես չեմ ակտիվացնել, ասում որովհետեւ դա դուր գալու process ես չեմ ասում գնացեք մարդկանց խոսք տվեք չգիտեմ փող եք բաժանելու բան անեք կակ օրինակ ոնց որ Նիկոլ 17 թվից հետո է ասում որ մենք ձեզ ընտրություններից հետո փող կտանք մեծ բան արեք մեզ ընտրեք իմ ասածը պոպուլիզմը չի ամենևին իմ ասածն է նա որ մարդու են վստահում իրանք չեն կարող օրակարգ նայեն չիմանալով ով դրա հետևում կանգնած տեսնեն ով է այդ մարդը ինչ Հա, դե հիմա նայ, երբ որ խոսքը գնում է անձերը կարևոր չի, նրա մասին թե ով է առաջնորդում, այդ կոնտեքստում են ասում, բայց եթե դու խոսում ես անձեր, այսինքն լինի առաջնորդող խումբ 10 հոգանոց, դա տարբերվում է, այդ դեպքում մարդիկ կարող է եւ դա եմ ավելի մեծ ասում հավանականությամբ այո դուրս գան ինձ փողոց։ հասկացար Շնորհակալ ենք ընկերներ ջան այսօր մեզ հետ լինելու համար մեր քննարկմանը մասնակցելու համար ոնց ասացի մենք կաշխատենք ավելի հաճախ անել ոնց որ այս քաղաքական կարևոր նորությունների մասին համձեր կիսվենք մեր կարծիքներն ասենք ուրեմն ես Սամվել Աշոտյանն եմ ինձ հետ է Զատիկյան Անդրանիկը Օքսֆորդի
Այդ կապ ուսանող, չունի։ չէ՞ որ կապ չունի։ Ա, ես իհարկե այտենց շատ կրուտոյ համալսարան եմ, բայց ես ված չեմ սովորել, հա։ Բանը, Դրա համար ասում կապ չունի։ ես էլ բան եմ, դե դասախոս եմ եղել այն ժամանակ, էդ էլ ասեինք, որ բան էլ էլի, մարդիկ իմանան ինչ վիճակ է Հայաստանում, ես էլ դասախոս եմ եղել, իմ քաղաքական հայացքների համար հեռացվել եմ համալսարանից, ու մենք այս վերջերս իդեպ ընտրություններից հետո էլ տեսանք, որ օրինակ Գոհարը իրանցից գրառման համար Այո, հեռացվեց, Սեթրակյան Անուշի ամբիոնը այդպես հենց ընտրությունից հետո մի անգամից փակվեց, հոդս ցնդեց, այսինքն փաստացի ոնց որ մենք տեսնում ենք անգամ համալսարաններն են այո, քաղաքականացված ու այս պայդրությամբ գոյություն ունեցող ՀԿ-ները, որոնց առաքելությունն էր համալսարանների ապա քաղաքականացումը, դա շատ լավ են աշխատում, կոնկրետ նիկոլական պրոպագանդայի առումով լավ են աշխատում, բայց շեղվեցինք թեմայից։ Մի խոսքով, ասացին չէ, ուրեմն ես ու Անդրանիկը կփորձենք ավելի հաճախ քննարկումներ կազմակերպել, ավելի հաճախ անդրադառնալ կարևոր քաղաքական թեմաներին ու փորձենք նաև ձեզ էլ ավելի իրազեկ դարձնել այդ առումով։ Շնորհակալություն Անդրանիկ ջան քննարկմանը մասնակցելու համար։ Ինձ էլ շնորհակալություն շնորհակալություն։ քննարկմանը մասնակցելու համար։ Դե, լավ եղեք ընկերներ, կհանդիպենք։ Անդրանիկ ջան, դու բան ես վերջ Կհանդիպենք համար։ հաջող։ Չէ, կհանդիպենք ու մենք ես ինչ է բանը, ինչքան էլ որ բոլորին դեմի անդամ եք, ես բացարձակ չեզոք եմ իմ վերլուծությունների մեջ ու ըստ ինձ թվում է մենք պետք է մեր լսարանի խոսք տանք, որ դա երբեք չի փոխվելու ու թող ակտիվ մեկնաբանեն հատկապես եթե զգան, որ ինչ որ մի բան են չենք ասում կամ չեզոք չենք կամ մանիպուլացնում ենք, որովհետև ուզում եմ, որ մանիպուլյացիայի դեմ պայքար լինի, այդ թվում նաև մեր կողմից արվածների դեմ։ Մեզ Դե, կողմից դրանով։ ես համաձայն եմ, չեզոքության մասով զուտ ասեմ, օրինակ հիմա ես շատ հաճախ կարամ չեզոքել չլինեմ, որտեղ ակնհայտորեն ես Նիկոլ Փաշինյանն այդ ԿՊ-ի նկատմամբ չեմ կարող նույն աչքով նայեմ ոնց մյուսներին, էլի, բայց ես ոնց որ կարամ խոստամ, որ ես միշտ իմ կարծիքն եմ ասելու, ինչ ես այդ պահին մտածում եմ, մեն ինչ իմ ներսում կա։ Կարող է մարդիկ համաձայն չլինեն դրա հետ, կարող է մարդիկ դեմ լինեն իմ կարծիքին ու բավականին հաճախ է դա լինում, դա մեր քաղաքական դաշտում դաշտը սովորա պոպուլիզմի, ինչ ա ուզում ժողովուրդը լսի։ Հա, ոչ թե չեսոք, այլ փաստահեն խոսենք, էլի, Այո, տես այո։ մանիպուլյացիաներով Հա, չզբաղվենք։ ու մեր քաղաքական ուժերն խճճվում են իրանց պոպուլիզմի մեջ, որտեղ պարագալի, որ արդեն հանրության բանը մի քիչ տարբեր է արդեն, ու իրանք չգիտեմ ոնց անեն, որ всем угодить, ասենց ասենք։ Բայց ոնց որ մենք չենք փնտրում տեղ, որ ձեզ ընկերներ ջան, այդպես բան անենք, էլի հաճոյանանք։ Մեր խնդիրը ոչ թե հաճոյանալն է, մեր խնդիրը ձեր հետ միասին ճշմարտություն փնտրտուքն է։ Մի խոսքով, շնորհակալ ենք բոլորիդ մեր Շնորհակալություն։ համար կրկին։ Լավ եղեք, կհանդիպենք։ Հաջողություն։